Glendale-ը մեր երկրորդ հայրենիքն է եւ պետք է դա պաշտպանել։ Մեր համայնքում չկա որևէ ուժ, քաղաքական միավորող մարմին կամ որևէ կենտրոն, որի շուրջ մեծ հայությունը կարող է համախմբվել։ Առաջիկա խնդիրները ես որն եմ տեսնում, որ մեր համայնքը միավորվի։ Պարսկահայեր, լիբանանահայեր, հայաստանցի հայեր եւ այլ որտեղից որ գալիս են հայեր, միանան եւ համարենք մենք բոլորս հայ ենք։ Իդեպ ես նկատել եմ, որ ամեն համայնք իրեն բնորոշ հարցեր է ուղղում։ Ամեն համայնք շատ ճիշտ է իրենց հարցերը ունի եւ ես շատ մեծ հաճույքով կլսեմ ձեր հարցերը եւ կփորձեմ ձեզ օգնել։ Շատ անգամ փորձում եմ մարտահրավեր ընդունել։ Ինչպես գիտեք, Armenian CNL-ի նախագիծը, մեդիա արշավը, մեդիա հաբը եւ առանձին ֆորմատներ խոսում են մեր համայնքի ամենաառաջատար, ակտիվ եւ ամենակարևոր մարդկանց մասին, ովքեր իրենց աշխատանքով, իրենց ներկայությամբ եւ մեծ ծրագրերով փոխում են միջավայրը։ Նախ ուզում եմ ողջունել իմ հյուրին Էվելինա Սարյան, ով հենց հիմա մեծ քաղաքական քարոզարշավի մեջ է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամության համար։ Բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալություն վրույր, ես ուզում եմ շնորհավորել ձեր գեղեցիկ տաղավարը եւ շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար։ Շատ զգացված եմ եւ շատ լավ եմ զգում ձեզ մոտ։ Մենք դեռ շատ թեմաներից խոսելու ենք այսօր։ Ես էլ իսկապես շատ ուրախ եմ, որ մեծ նախաձեռնությունները կամաց են իրականում դառնում մեծ եւ երբ սկսում ես միշտ դժվար է պատկերացնել ուր ես հասնելու վերջում։ Վստահ եմ նույնը նաեւ ձեզ հետ է պատահել։ Այս զրույցը մի քիչ սուբյեկտիվ գուցե լինի շատ սիրելի հետևորդներ, որովհետեւ Էվելինայի հետ մենք զուգահեռ նաեւ անցնում ենք այդ աշխատանքային ճանապարհը, բայց եւ երկար տարիների իմ ճանաչած ամենահաստատուն մարդկանցից մեկն է Էվելինան, ով 10 տարի առաջ էլ նույն գաղափարներն ու մտքերն ուներ, 10 տարի հետո էլ Երբ տեսանք Էվելինա Սարյանը առաջադրվում է որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, անակնկալ էր, բայց եւ ոգևորող, որովհետեւ մենք ձեզ ճանաչում ենք, մենք գիտենք ինչ ճանապարհ եք անցել։ Ձեզ համար մոտիվացիան, պատճառը ո՞րն էր, որտեղից առաջացավ այդ ցանկությունը։ Չինական մի հատ ասացված կա, որ ասում են ամենաերկար ճանապարհն էլ առաջի քայլից է սկսում։ Եվ դա իհարկե հուսադրող է, որ ամեն ճանապարհ պետք է ուղղակի սկսես։ Ինչը ինձ ոգեշնչեց, դա ուղղակի սերը մեր քաղաքի հանդեպ։ Glendale-ը մեր երկրորդ հայրենիքն է եւ պետք է դա պաշտպանել եւ բարգավաճել։ Ես առանձնապես ուզում եմ նաեւ ամենասկզբից մեր հեռուստադիտողներին բացատրել, որ Գլենդելի քաղաքապետ դառնալը ամենաբարձր հեղինակությունը չի, որ գայթակղում է մարդկանց։ Սիրելի հետևորդներ, հեռուստադիտողներ, մարդը պիտի առնվազն ունենա այնքան մեծ նվիրում ու ցանկություն լինելու Գլենդելի քաղաքապետարանում, քանի որ դա ինքն իրենից որևէ մեծ հեղինակավոր պաշտոն եւ բարձր աթոռ չի ներկայացնում, հակառակը դա ենթադրում է ծանր նվիրյալ եւ կամավորական աշխատանք ավելի շատ, քան վճարվող աշխատավարձով աշխատանք։ Ես ուզում եմ հասկանալ այս առումով ինչու պիտի դա ձեզ ոգևորեր, որ լինեք այդ միջավայրում, որ ինչը փոխեք, ինչը այն չէր Գլենդելի կյանքում։ Ուզում եմ ասել, որ այս արշավը սկսվեց նրանից, որ մեծ ցանկություն ունենք մեր երիտասարդ սերունդին հաղորդենք այլ արժեքները, որով մեծացել ենք մենք ավելի տրադիցիոն արժեքներ եւ փորձել քաղաքի կյանքը ավելի բարգավաճ սարքել։ Միշտ գտնվում են մարդիկ, որ քաղաքականությունով զբաղվում են անձնական շահի կամ ինչ-որ ստատուսի նպատակներով եւ դա վատ արդյունքներ է բերում։ Եվ մենք ունեցանք նման խնդիրներ մեր քաղաքային խորհրդարանի մեջ, որտեղ այսօրվա մեր համայնքը եւ մեր Գլենդելյան ժողովուրդը չի ստանում այն արդյունքը, որին արժանի է եւ որի համար իրականում նախկինում նա քվեարկել էր։ Մեծ համայնքը ավելի մեծ ակնկալիքներ ուներ միշտ բնականաբար ընտրություններին մասնակցելով։ Պետք է այնպեսի մարդ լինես, որ խոսքդ պահես։ Եթե ինչ-որ մի բան խոստանում ես, որ ես կանեմ ABC եւ երբ որ ընտրվում ես անում ես XYZ եւ իրար հետ չի համընկնում, դա մարդկանց մոտ իհարկե անհաճելի տպավորություն է թողնում։ Մարդիկ արդեն իրականում սովորել են, որ քաղաքական գործիչները ընտրություններին ընդառաջ մեծ խոստումներ են տալիս։ Ձեր պարագայում մի քիչ տարբերվում է, որովհետեւ շատ հողեղ են, պարզ, մարդկային խոստումներ են, որոնք վերաբերում են մեր անվտանգությանը,
փողոցների անվտանգությանը եւ մի զարմանալի բան եմ նկատել անհավանական նեգատիվ կոմենտներով այն աստիճանի աբսուրդի հասնող աստիճանի գնացեք ձեր տուն Հայաստան, գնացեք դուք հայերդ եւ այլն վերջին տեսանյութերից մեկի տակ էլ գրել էին հայերին դուք սատարում եք մյուս ազգերին ոչ այն դեպքում երբ որ ամենաշատ հանդիպումները եղել են օտար ազգերի համայնքի ներկայացուցիչների հետ մինչև այս պահը ընտրելով մի ճանապարհ որը իր հետևից բերելու էր նաեւ կազմակերպված նեգատիվ ուղղորդված նեգատիվ մի դժվար չէր կամ արդյոք դա պետք էր եթե հարցս այս ձևակերպեմ շատ հետաքրքիր հարց էր որտեղ ինձ հարցը այդ նման հարց ինձ մոտիկներս էին հարցնում ասում էին ահա քեզ գլխացավանք պետք էր այս հարցով զբաղվելը եւ երկար մտածեցի այդ հարցով երբ եմ ունեցել իմ կյանքում ժամանակ որ գլխացավանք չի եղել եւ հասկացա որ երբ որ արդեն չկաս այս աշխարհում այդ ժամանակ գլխացավանք չունես եւ արդյոք ուզում ես այդ կետին հասնել արագորեն թե ուղղակի ուզում ես գլխացավանք ունենալ մի քիչ եւ կարողանալ ինչ-որ հարցեր լուծել եւ մի բանով օգտակար լինել քո մոտիկներին։ Իմ մոտ ավելի շատ այդ բնավորությունն է զարգացած, որ որպես մասնագիտությամբ ես դիզայներ եմ, դիզայներ դա նշանակում է խնդիրներ լուծող, ոնց որ ինչ-որ խնդիրներ ես ունենում դիզայնի մեջ կամ բիզնեսային մեջ եւ փորձում ես լուծել, ոչ թե անընդհատ մտածել, օ, սա իմ խնդիրն է, սա իմ խնդիրն է, եւ անգլերենում շատ գեղեցիկ բառ կա challenge, որը մարտահրավեր է հայերեն թարգմանում, նշանակում է մարտահրավեր է պետքա կարողանաս դրա դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել եւ լուծել։ Երբ որ դու ասում ես problem, դա շատ մեծ բան ես գլխի վրա դնում եւ նստում ես եւ ասում ես, օ, այս խնդրը շատ դժվար կլինի լուծել։ Ես շատ անգամ փորձում եմ մարտահրավեր ընդունել խնդիրներ իմ կյանքում, որ ոչ թե խնդիրներ։ Հետաքրքիր մոտեցում է իրականում վերջին շրջանում ես ինքս իմ փոփոխությունների անձնական աճի, գործնական փոփոխությունների ֆոնին սկսել եմ թույլ տալ, որ իրերը, դեպքերն ու մարդիկ ուրիշ զարգացում ունենան նաև իմ մտքի մեջ, այսինքն երկրորդ հնարավորություն այնուամենայնիվ թույլ տալ գոյությունը դրա։ Եվ այսպիսի մի հետաքրքիր հանգամանք է տեղի ունենում, երբ աշխատում ես մեծ լսարանների հետ, դու պիտի ուղղակի պատրաստ լինես ցանկացած անակնկալ վերաբերմունքի։ Եվ առավել եւս թիրախավորվում ես, երբ որ սկսում ես քաղաքական ճանապարհ, ընտանիքով, երեխաներով, բայց հիմա գալիս եմ կրկին դրա հակառակին, շատ խիզախ արշավի մի ֆոն կա այստեղ, բոլորը բաց, ազատ երեխաները սատարում են, միշտ ձեր կողքին են, ընտանիքը սատարում է, միշտ ձեր կողքին է, որտեղից է գալիս այդ մոտիվացիան եւ ուժը, այսինքն ինչ պիտի անի մարդը, որ պատրաստ լինի այս մեծ ալիքին։ Ինձ թվում է, որ ներկա լինես այս վարքյանում, դա քեզ ուժ է տալիս։ Որովհետև եթե շատ առաջ ես վազում այս պահից, ուժդ կորում է, եթե շատ հետ ես նայում այս պահից, ուժդ կորում է։ Երբ որ այժմ ես ներկա եմ ձեր հետ այս տաղավարում եւ ներկա եմ այս պահին, դա ուժ է տալիս, որովհետև ես չեմ մտածում ապագայի կամ անցյալի մասին, ես այստեղ եմ եւ ինձ հաճելի է ներկա լինել այս պահի մեջ, ես չեմ մտածում ուրիշ բաների մասին։ Ինչ կարևոր միտք եք նշում։ Վերջերս ես առիթ ունեցա անդրադառնալու մեր ազգի ամենամեծ խնդիրներից մեկին, որը իրատես չլինելն է իմ կարծիքով։ Սա շատ սուբյեկտիվ մոտեցում է, բայց մեր ստացած կրթության, մեր մենթալիտետի պատճառով մենք իրականության հետ կապը շատ արագ ենք կորցնում։ Ռեյ Դալիոն էսպիսի մի միտք ունի, որ ասում է կայսրությունները կործանվում են հենց նրա համար, որ հաշվի չեն նստում ժամանակի հետ եւ իրատես չեն ու իրականության հետ կապը կարծում եմ որոշակի դրսևորումներով տեսնում ենք Գլենդելում անհավանական տարբեր աշխարհ ոնց որ լինի Գլենդելը մի կողմից Ամերիկայի ամենաապահով ամենաանվտանգ 10 քաղաքներից մեկն է Մյուս կողմից մենք ներսում տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, որն է պատճառը Գլենդելի ներկայիս իրավիճակի ու իրականության, որտեղ ենք մենք սխալվել։ Ի վերջո Գլենդելում ապրում է մեծ համայնք, հայկական համայնք, որը սակայն ես սովորեմ ասել շրջիկ համայնք է, այսինքն մի տարով, 2 տարով, 3 տարով կմնա, հետո կտեղափոխվի եւ նորերը կգան, դա ավելի փոքր մասն է, բայց Գլենդելի հիմնական հայկական համայնքը հնաբնակներն են։ Ու այս պարագայում մենք բախվել ենք այնքան շատ խնդիրների հետ նախորդ տարիների ընթացքում, որ վերջապես ինչ որ մեկն ասում է բավական է, պիտի փոխվի, ինչը փոխվի, ինչը չեք սիրում Գլենդելում եւ որն է որ
Glendale-ը challenge է դարձրել մարտահրավեր է սարքել։ Առաջինը ինձ թվում է պատասխանելով ձեր հարցին, ես գտնում եմ, որ ցանկացած քաղաք, ցանկացած երկիր ինքը ունի իր խնդիրները, չկա այնտեղ այնպիսի երկիր, որ հիմա ընդհանուր մոլորակը հաշվի առնենք, որ չունենա խնդիրներ։ Ես հետաքրքրության համար ուսումնասիրում եմ ամենալավ ապրող քաղաքը որն է եւ ասած Կոպենհագենը, ամենալավ կենսամակարդակը Կոպենհագենում է եւ անգամ այնտեղ ունեն իրենց խնդիրները։ Ինձ թվում է պետք է անդադ նայել, որ մենք զարգացող օղակ ենք եւ մենք զարգացման գծի վրա ենք գտնվում։ Այս պահին Glendale քաղաքում ինչը պետք է զարգանա, մեր ավելի ուշադիր երթևեկություն եւ կրթություն երթևեկության մասին եւ ոստիկանության շնորհիվ կարգավորելու երթևեկությունը, մարդկանց կրթությամբ կարգավորելու երթևեկությունը, որպեսզի չունենանք այսպիսի վթարներ, որպեսզի ավելի հանգիստ լինեն մարդիկ։ Մյուս խնդիրները կարող են թղթաբանությունը շատ երկար է տևում Glendale-ում, եթե ուզում ես տուն կառուցել, եթե ուզում ես բիզնեսը բարգավաճի, շատ երկար տևող թղթաբանության հետ ես հանդիպում։ Այդ հարցերը լուծվող են, որովհետև այժմ կա տեխնոլոգիա եւ կարող ես շատ հեշտությամբ այդ հարցերը անդրադառնալ եւ լուծել։ Եվ մյուսը ընտանիքի վերաբերյալ, որ մենք նայենք մեր քաղաքին եւ հասկանանք ով է ապրում մեր քաղաքում։ Մեր քաղաքում ապրում են ընտանիքներ եւ պետք է ապահովենք ընտանիքի համար ավելի բարեկեցիկ պայմաններ, շատ པարզ բաներ։ Շատ գեղեցիկ դրույթ հիմա նշեցիք, Glendale-ում ապրում են ընտանիքներ։ Վերջերս Իմիգրացիոն այս ճգնաժամի ֆոնին, երբ Ամերիկայից վտարված մեր հայրենակիցները արդեն Հայաստանից, օգտագործելով տարբեր հարթակներ վատաբանում են Միացյալ Նահանգները, Կալիֆոռնիան, Լոս Անջելեսն ու Glendale-ը, մոռանում են շատ կարևոր մի հանգամանք իմ կարծիքով, որ սա այն քաղաքն է, որն առաջին տունն է դառնում մեր հայրենակիցների համար, ամեն ինչով, թե հնարավորություններով, թե կայունանալու ճանապարհ տալով եւ ստեղծելով այդ միջավայրը եւ այլն եւ այլն։ Ու մեր նախագիծն էլ քանի որ առհասարակ Լոս Անջելեսի մեր հայրենակիցների մասին է, մի քիչ ուզում եմ խոսենք այս թեմայի մասին։ Ով է Լոս Անջելեսի հայը, ովքեր ենք մենք եւ առհասարակ որպես համայնք, ինչու է այսքան շատ ուշադրության կենտրոնում Լոս Անջելեսի հայ համայնքը։ Ես կուզեի ասել, որ բախտ ունեցա տեսնելու Glendale-ի զարգացումը, այն տարիների եկա, երբ որ Glendale-ը նոր էր հայանում եւ հիմնականում պարսկահայերն էին առաջինները, որ Glendale տեղափոխվեցին եւ սկսեցին կառուցել։ Հետո հայաստանյան 90-ական թվերի ալիքը եկավ եւ փոքր-ինչ սկսեցինք համայն կառուցել այստեղ եւ հեռուստատեսությունը ավելի զարգացնելով, համայնքը իրար հետ կապելով, ինչ որ քայլեր սկսվեց ձեռնարկվել եւ դրանից հետո ավելի ու ավելի մարդիկ սկսեցին գալ Հայաստանից, Լիբանանից եւ զարգացնել։ Հիմա ունենք այսօր այնպիսի քաղաք, որ շատ ցածր հանցագործության թվանիշներ ունի եւ ունենք գեղեցիկ քաղաք, որտեղից մենք անգամ չենք ուզում դուրս գանք։ Առաջները, եթե ուզում էիր լավ ժամանակ ունենար, պետք է գնար Beverly Hills, West Hollywood եւ Glendale-ից դուրս լիներ, այժմ անգամ ցանկություն չի առաջանում Glendale-ից դուրս գալը, ամեն ինչ այստեղ կարող են գտնել։ Դրա մեջ շատ մեծ լումա ունեցան հայերը եւ որովհետեւ կառուցող ազգ ենք, մենք սիրում ենք կառուցել եւ իհարկե անընդհատ որ գալիս են նոր եւ նոր մարդիկ, նրանք դեռ ծանոթ չեն ամերիկյան պահելակերպի հետ եւ ինչպես պետք է իրենց դրսեւորել ամերիկյան օրենքների մեջ եւ իհարկե անախորժություններ լինում են ցավոք սրտի, բայց ես լավատես եմ, ինձ թվում է ամեն ինչ լուծվող է, երբ որ մարդիկ ավելի հասկանան եւ կրթությունը շատ կարեւոր նշանակություն ունի, երբ որ կրթվեն եւ տեսնեն ինչ հնարավորություններ կա ավելի կարգապահ ճանապարհներով հաջողության հասնել, ել ինձ թվում է շատ կքչանա այդ անկարգ պահելակերպը։ Շատ կարևոր կետ է դա, որովհետև վերջին շրջանում էլի իմիգրացիոն կրիզիսի ֆոնին մենք տեսանք, թե արդեն տեղական լրատվամիջոցները գլխագրերում օգտագործում են տվյալ կասկածյալի ազգությունն ու էթնիկ պատկանելիությունը, որը նախադեպ չի ունեցել նախկինում։
Ցավոք սրտի սա է իրականությունը, բայց միևնույն ժամանակ հայերը այստեղ, ինչպես նշեցիք, ապրում, աշխատում ու ստեղծում են, կառուցում են։ Ամենաթանկ նախագծերից մեկը, որը հիմա գուցե սխալվեմ, բայց մոտավորապես 40 միլիոն դոլարի մասին ենք խոսում Armenian American Museum-ի, որը օրինակ կառուցվում է ինչպես հայ համայնքի, այնպես էլ ամբողջ նահանգի նվիրատվությունների շնորհիվ, դաշնային բյուջեից։ Ըստ էության սա նաև մեծարում է ազգային պատկանելիությանը, սա այս բազմազանության գլխավոր խորհրդանիշ գուցե դառնա։ Հայերը այստեղ ունեն մեծ պատմություն ու նաև անցած մեծ ճանապարհ։ Դուք անձնապես նկատում եք հիմա հայերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կամ առհասարակ մի քիչ ավելի լայն տարբեր էթնիկ խմբերի։ Ինչպես շատերը հիշում են, COVID-ից հետո շատ մեծ շարժում տեղ ունեցավ BLM movement, ինչի համար, որովհետև մարդիկ ձայն բարձրացրեցին, ասացին մենք արդեն հերիք է այս պայմաններում չենք ուզում ապրել, մեզ ավելի լավ պայմաններ են պետք։ Հիմա մենք ինչ որտեղ գտնվում ենք նման տեղ, որովհետև ինչպես դոկտոր Ազե եկավ եւ մատնացույց արեց, ասեց, սա հայկական բիզնես է, շատ վատ են իրենց պահում։ Ինչու համար, որովհետև ոչ մի պաշտպան դուրս չեկավ եւ չասեց կներեք, մենք հայեր ենք, բայց պետք չի մեզ ռասայական ցույց տակ, որ հայերի սխալ է։ Դա ուղղակի սխալ է, երբ որ կարող եք ասեք մեր երկրում այսպեսի հանցագործություն է կատարվում առանց մատնանշելու, որ սա սպეციფიկ ռասայի կամ ազգության ներկայացուցիչներ են կատարում։ Դա նշանակում է մենք պաշտպան չունենք, իսկ պաշտպանությունը ինչպես ենք ձեռք բերում, դա քանակությունով, միայն քանակությունով եւ դրանով իսկ այս անգամ ձայն տալը, ձայն ցուցաբերելը եւ իմ համար ձայն տալը, մյուսների համար ձայն տալը շատ կարեւոր է դառնում։ Քանի որ ձեր քանակը, որ հայաստանցիների, հայերի քանակը շատ շատացել է, բայց քաղաքական կյանքին մենք չենք մասնակցում։ Պարսկահայերը մասնակցում են եւ նրանք իրենց ուսերին մեր ազգությունը հիմա տանում են, որովհետեւ ամենաակտիվ մասնակիցները պարսկահայերն են Գլենդելում։ Եթե մենք ունենանք հայաստանցիների մասնակցությունը եւ ցույց տանք ինչ թվեր ունենք մենք եւ այս թվերի դեմ չեք կարող գալ եւ մատնացույց անել եւ վարկաբեկել, վատաբանել մեր ազգությանը, այդ ժամանակ մենք կունենանք ասելիք։ Այստեղ նաև կարծում եմ կապ ունի օրինական կացության թղթաբանության խնդիրը եւս, բայց ճիշտ եք, մի կարևոր հանգամանք, որ հայաստանցիները տեղական քաղաքականության մեջ շատ ակտիվ ներգրավված չեն, դա ճիշտ դիտարկում ու փաստարի ինձ թվում է ուղղակի հայերը արդեն հոգնել են ամեն տեսակ ընտրություններից, քարոզ արշավներից, քայլերթերից ու ամեն ինչից, որովհետև շատ էր հայերի համար։ Դուք տեսնում եք նոր ճանապարհ մոտիվացնելու մարդկանց։ Առավել եւս եկեք ազնիվ խոսենք։ Մեր համայնքում ժամանակին կային առաջնորդող ուժեր, որոնք շատ ճիշտ եւ տեղին աշխատում էին կազմակերպելով ներուժը, միավորելով տարբեր խմբերի։ Մենք տեսել ենք օրինակ տարբեր առիթներով հայկական քայլերթեր ու մեծ բողոքի ակցիաներ ու ցույցեր, որոնք մատով էին ցույց տալիս տեղացիները, թե ինչքան կազմակերպված ու լավն էինք մենք, բայց դա ավարտվեց։ Թե ժամանակները փոխվեցին, թե քաղաքական պառակտում եղավ մեր համայնքում եւ այսօր եթե ուսաբացարձակ ճշմարտություն է նաեւ հետևորդներին ասենք, եթե այսօր ուշադիր նայեք մեր համայնքում չկա որևէ ուժ քաղաքական միավորող մարմին կամ որևէ կենտրոն, որի շուրջ մեծ հայությունը կարող է համախմբվել։ Դժբախտությունների կամ անակնկալ առիթների դեպքում միշտ լինում է, որ եկեղեցին կլինի կամ տարբեր միություններ, որոնց շուրջ համախմբվող հայեր կան, բայց նախքին մեծությունն ու աշխատանքը այլևս չկա։ Նոր ճանապարհներ տեսնում եք փոփոխությունների այս ֆոնին եւ ինչ եք պատկերացնում մեզ համար ապագան այստեղ։ Ցավում եմ իհարկե, որ հիմա մեր համայնքը գտնվում է այդ դժվար պահին, որ մենք չունենք ղեկավարություն համայնքային, մենք չունենք ուղղություն եւ որ ունենք լիբանանահայական կազմակերպություններ, որոնք շատ ուժեղ են եւ պաշտպանում են մեր բոլոր հայությանը, այլ ուժը չունեն այսօրով, որը շատ ցավալի է։ Մենք անպայման որպես ազգ պետք է նստենք երկխոսության եւ հասկանանք, որ մեր ազգային խնդիրները որոնք են։ Առաջիկա խնդիրները ես որն եմ տեսնում, որ մեր համայնքը միավորվի։ Պարսկահայեր, լիբանանահայեր, հայաստանցի հայեր եւ այլ որտեղից որ գալիս են հայեր միանան եւ Ռուսաստանից եկած հայեր միանան եւ համարենք մենք բոլորս հայ ենք, համահունչ լինենք միմյանց հետ
եւ ունենանք մեր ձգտումները եւ շատ բարձ ձգտումներ կարող եմ ասեմ ես, որպեսզի մեր երեխաները, մեր ապագա սերունդը ավելի բարձր հնարավորություններ ունենա, մեր միջին տարիքը բիզնեսում ավելի լավ հնարավորություններ ունենա, միմյանց օգնի, մեր մեծ տարիքը ունենա ավելի ապահով ծերություն եւ ավելի բարգավաճ վիճակում գտնվի։ Պարզ բաներ, բայց որով մենք կարող ենք այսօր քայլեր անենք։ Ինձ թվում է դա լուծող հարցեր են։ Այո, միանշանակ շատ տեղին պատասխան է ու ամենակարևորը նաև երկխոսությունն է, ճիշտ է, մենք դադարել ենք իրար հետ խոսել, մենք դադարել ենք իրար հասկանալ իմ կարծիքով, մենք դադարել ենք իրար լսել։ Պարզապես ամեն մեկը սկսել ենք մեր աշխատանքը կատարել։ Ես ուզում եմ այս պարագայում մի քիչ անդրադառնալ նաև ձեր ընդհանուր ապագա քարոզարշավի կետերին ու նախաձեռնություններին, որովհետև այդտեղ խոսում եք եւ այդտեղ պիտի լսեն։ Իսկ մեր հայրենակիցները լսելու միջոցով միայն կարող են որոշում կայացնել, թե որ ճանապարհն են ուզում իրենց երեխաների ու ընտանիքների համար։ Մի բան պիտի անպայման այստեղ շեշտեմ, մեկնաբանություններից մեկում ինչ որ մեկը գրել էր No more Democrats in Glendale։ Այս մասին եթե կուզեք անդրադառնանք մի քիչ խոսենք, որովհետև ես գիտեմ, որ դուք կոնսերվատիվ հայացքների կրող եք եւ դրանք եք ռոպագանդում։ Ինչ դրույթներ կան, որ հիմա կուզեք առանձնացնել որպես տարբերություն։ Ես կուզեմ ասել, որ սա ոչ կուսակցական պաշտոն է, սա ուղղակի ծառայություն է քաղաքի համար եւ չեմ ուզի, որպեսզի քաղաքականությունը խառնվի մեր առօրյա կյանքին։ Մենք առօրյան կյանքը պատկերացնում ենք Glendale-ը բարգավաճ տեսնելով եւ փորձենք հեռու մնալ այլ Republican, Democrat այդ label-ներից, որովհետեւ հենց label է ստնում ինչ որ բանի վրա, արդեն մի մեծ ոնց որ ամպեգոյանում է դրա շուրջ, որ ինչ որ բաներ են նշանակում։ Ճիշտ է, ինչ որ հարցեր կարող այս կողմից ճիշտ լինեն, այս կողմից ավելի միջինին եմ ես կողմնակի, որ երկու կողմից էլ ճիշտ բաներ կա եւ այդ ոսկե միջինը ընտրես։ Ես տեսնում եմ ձեր միջոցառումներին ու նախաձեռնություններին մասնակցող երիտասարդների թիվը ու բավականին ոգևորող է դա։ Ձեր երեխաների ընկերներն են, նրանց դասընկերներն են, կամավորներ են, ովքեր ուզում են ինչ-որ մի կերպ ներգրաված լինեն։ Դուք նկատում եք երիտասարդների մոտ այդ մոտիվացիան ու ոգևորությունը քաղաքական ճանապարհ ընտրելու, թե ինչ է սա։ Շատ մարդ կա ձեր շուրջը հավաքված։ Ես երկար տարիներ աշխատել եմ կրթական մթնոլորտում եւ շատ կարեւոր եմ համարում կրթությունը եւ մեր երիտասարդությունը իհարկե շատ զբաղված է բժիշկ դառնալով, փաստաբան դառնալով, բիզնեսմեն դառնալով, որոնք շատ կարեւոր են, բայց մեր ազգին շատ անհրաժեշտ են հիմա քաղաքական գործիչներ եւ ես կուզեմ, որ ոգեշնչեմ որոշ մարդկանց, ովքեր հետաքրքրություն ունեն երիտասարդների, որ անպայման զբաղվեն քաղաքականությամբ եւ իմ նպատակներից որոշը այն է, որ անպայման լինել financial literacy դասեր, ֆինանսական կրթություն դպրոցներում եւ անպայման լինի քաղաքական կրթություն դպրոցներում, ավելի այն ուղղությամբ, որ ինչպես կարող ես դու քաղաքական գործիչ դառնալ, ինչպես կարող ես ընտրվել, ինչպես կարող ես քայլարշավ անել եւ նման բաներ, որոնք շատ դպրոցական դասընթացների մեջ չկան եւ ինձ թվում է, որ ամուր մարդ լինելու համար քեզ այդ ինֆորմացիան անհրաժեշտ է։ Ես տեսնում եմ այդ ոգևորությունը նաեւ ձեր երեխաների մեջ ու բավականին եւ հետաքրքրված են եւ ոգևորված եւ նաեւ վստահ լուր հետևում են, թե ինչ է տեղի ունենում կողքից։ Ինչ եք երազում նրանց համար։ Անաստասիան, ձեր ավագ դուստրը դարձավ 20 տարեկան, հիմա սովորում է համալսարանում, բայց նրա ապագան որտեղ է։ Իմ աղջիկը Անաստասիան կարող եմ ասեմ, իմ ոգեշնչող մարդկանցից մեկն էր 10 տարի առաջ, երբ որ ես մտածում էի, որ քաղաքական գործունեության մեջ մտնեմ կամ չմտնեմ, նա ինձ մեծ աջակցություն էր ցույց տալիս եւ ասում էր մամ, անպայման պետք է զբաղվել եւ պետք է հաղթես այս մարդուն, այս մարդուն, այս մարդին եւ իմ հետ տանում էր սայներ էր դնում փողոցներում եւ իմ հետ ամեն հավաքներին գալիս էր, բայց ինչի համար է ես դա անում, որպեսզի իր մոտ հետաքրքրությունն առաջանա եւ այդ սերմանվի այդ հետաքրքրությունը, որը արվեց, քանի որ ինքը փորձեց դասարանի պրեզիդենտ դառնա եւ ինքը իր արշավը կազմակերպեց դասարանի պրեզիդենտ չստացվեց, հետո էլի դիմեց, բայց հետո դպրոցի պրեզիդենտ դարձավ, որը մեծ հաջողություն էր եւ նրան օգնեց, որ ավելի բարձր տեղ ընդունվի Berkeley համալսարանը, որը շատ լավ տեղ էր եւ այնտեղ էլ շատ ակտիվորեն մասնակցում է
ուսանողական կյանքին, ես վերջերս ասաց, որ իրանց մոտ ինչ-որ բախում է եղել, փորձել են հայկական եւ ազերբայջանական խմբերը միացնեն եւ ցույց տան, որ մենք ոչ մի խնդիրներ չունենք, մենք միասին մարտի 8 ենք նշում եւ բացարձակապես մենք ազգային տարբերություններ չունենք եւ Անաստասիան ասաց, ես բարձրաձայնեցի, որ այդքան էլ ճիշտ չէ։ Եվ եթե Berkeley-ում մի բան ներկայացնում ես, դա շատ վատ է երևալու, որովհետև հերթեր ուշադրություն են դարձնելու եւ լուսաբանեն, որ հայ ժողովրդի ապագան ոչ մի խնդիր չունի Ադրբեջանի ժողովրդի հետ, մենք բարեկամներ ենք եւ ասած արդյոք այդպես է, արդյոք դա ենք մենք զգում եւ ուսանողները ասացին ոչ, դա մենք չենք որոշել, ինչ որ մարդիկ որոշել են, որ ուղղակի մեզ ուզում են այսպիսի ներկայացման մեջ դնել, որպեսզի թերթերում ինչ որ քաղաքական գործիչների կողմից կազմակերպված բան երևա եւ նրան հաջողվեց այդ կանգնացնել այդ շարժումը։ Հաճելի է, փաստորեն ընտանիքով քաղաքական լուրջ ճանապարհ եք անցնում միասին։ Որովհետեւ բաներ կա, որ ուղղակի քորը ազդում է, որ ճիշտ չի եւ դրա դիմաց փորձում ես պայքարել։ Տարբեր հանդիպումներ եք ունենում, տարբեր համայնքների հետ եք հանդիպում ու սկզբից էլ նշեցինք ամենաշատ հանդիպումները եղել են հիմնականում օտար ազգի ներկայացուցիչների հետ։ Ինչից են բողոքում մարդիկ, ինչ են ուզում փոխված տեսնել։ Պարզ կենցաղային կյանքում ուզում են փոփոխություններ լինի, թե ունեցածի հետ հաշտ են։ Իհարկե բոլորի մոտ առաջի հարցը նա է, որ երթևեկությունը, երկրորդ հարցը գների բարձր լինելը, էլեկտրականությունը, տների բարձր վարձերը, առօրյա խնդիրները շատ ավելի դժվար են քաղաքում դառնում ամեն օր։ Գլենդելի վարձերի բարձր լինելը կասեցնել հնարավոր է թե ոչ։ Սա վերացական հարց է։ Եթե չպատասխանեք էլ միգուցե ներելի լինի, բայց բոլորը խոսում են դրա մասին, բոլորը քննարկում են այս թեման։ Լուծում կա թե ոչ։ Առաջինը մենք պետք է հաշվի առնենք, որ ապրում ենք աշխարհի ամենագեղեցիկ տեղերից մեկում, Կալիֆոռնիայում, որը ունի ամենահրաշալի եղանակներից մեկը եւ դա բոլորին ոգեշնչում է, որ գան ապրեն Կալիֆոռնիայում։ Չնայած բարձր թաքսերի, չնայած բարձր գասի գների եւ մենք գտնվում ենք այդ նահանգում։ Գները իհարկե բարձրանալու են։ Դա մարքետային շուկայական գներ են եւ ինչ պետք է անես, բայց կարող ես նպաստել, որ մեծահասակները, բայց չունևոր ընտանիքները ավելի բարգավաճ վիճակներ ունենան, որ կարող են նպաստներ ստանան, որ կարողանան ապրել այնտեղ, որտեղ ուզում են ապրեն։ Եվ կան այդպիսի ծրագրեր, այնպես չի որ չկան, բայց իհարկե դրա համար պետք է պայքարես, պետք է ավելնորդ ինչ-որ նամակներ գրես, պատասխաններ ստանաս, որոշ մարդիկ ուզում են անել, որոշ մարդիկ չեն ուզում եւ ես ամեն էներգիան, ձգտումը եւ նպատակասլացություն ունեմ, որ այդ հարցով անպայման զբաղվեմ, որ մեր ազգությունը Գլենդեյլում կարողանա իրեն հանգիստ գա եւ շարունակի ապրել։ Մենք երկար կարող ենք խոսել իհարկե տարբեր թեմաների մասին, քննարկել շատ հարցեր, բայց զուգահեռ տեսնում ենք նաև տարբեր մարդկանց հարցեր ու մեկնաբանություններ առցանց հարթակներում գրեթե ամեն տեղ ու շատերն են ուզում շփվել ձեզ հետ։ Հասանելի եք մարդկանց համար, որտեղ կարող են ծանոթանալ, թեկուզ անձամբ տեսնել, շփվել, լսել ձեզ։ Մեր թիմը շատ ակտիվ մասնակցություն է ունենում համայնքի կյանքին, մենք կազմակերպում ենք փոքր հանդիպումներ, տարբեր սրճարաններում, մարդկանց տանը, բիզնեսներում եւ եթե կուզեք անպայման հրավիրեք, ձեզ մոտ մեծ հաճույքով կգամ, կհանդիպեմ եւ պարտադիր չէ մեծ խումբ հավաքեք, 5 հոգի, 6 հոգի, ինչքան որ կարող եք ձեր հարևաններին, բարեկամներին ասեք։ Ես անպայման մեծ սիրով կուզեմ գալ եւ հանդիպել ձեզ եւ ձեր հարցերին պատասխանել, որովհետեւ շատ հետաքրքիր եւ բազմաթիվ հարցեր են լինում, երբ որ հանդիպում ենք, սկսած նրանից, որ մարդիկ ասում են, ինչպես մեր երեխաները հանդիպեն եւ ամուսնանան, վերջացրած նրանով, որ ինչու են այսքան բաժանումներ լինում, տարբեր տեղեր են այս երկու հարցերն են տվել։ Ես նկատել եմ, որ ամեն համայնք իրեն բնորոշ հարցեր է ուղղում։ Լատինական համայնքը, իսպանախոս համայնքը շատ ավելի անհանգստացած է իմիգրացիոն հարցերով, հայկական համայնքը շատ ավելի անհանգստացած է Չեմ մտածել ճիշտ անձնական ճիշտ է։ Ես օրինակ Ֆիլիպինցի համայնքի հետ տեսանյութը երբ որ դիտում էի ու մեկնաբանությունները նայում, արդյոք ուղղակի հիացական խոսում էին, տարբեր են, այսինքն ամեն համայնք իր
մոտեցումն ունի։ Ամերիկյան համայնքը սպիտակները ավելի շատ հետաքրքրված են հեծանիվների ուղիներ կառուցելու, չկառուցելու խնդիրներով կամ բարձրահարկ շենքեր կառուցել, չկառուցելու եւ պետք է բոլոր կլինի բարձրահարկ շենք նոր Գլենդելում պետք է շատ զգուշ լինես։ Ինչ կառուցես, որովհետև շատ արդեն մեզ մոտ խճողված ուղիներ կան եւ պետք է անընդհատ մտածված քայլեր անես, չես կարող ուղակի վերցնես եւ շենքեր կառուցես։ Եվ դրա մասին մենք շատ երկար քննարկումներ ունեցանք հրշեջների հետ, ոստիկանության հետ, որովհետև պետք է կարողանաս ապահովես ապահովությունը այդ մեծ քանակությամբ մարդկանց եւ նրանք լինելու են անգամ փողոցներում, նրանց ապահովությունը եւ տրաֆիկի խճովումը ավելի է լինելու։ Դրա համար պետք է ավելի երկար մտածես այդ քայլերից առաջ։ So ամեն համայնք շատ ճիշտ է իրենց հարցերը ունի եւ ես շատ մեծ հաճույքով կլսեմ ձեր հարցերը եւ կփորձեմ ձեզ օգնել ընտրված լինելով եւ անպայման բաժանվելուց առաջ կուզեի բոլորին ոգեշնչել, որ անպայման ձեր հարևաններին, բարեկամներին, ընկերներին բոլորին զանգեք եւ ասեք, որ այս անգամ հունիսի 2-ին պետք է քվեարկեք եւ 3 հոգի կա, որ կարող եք ընտրել մեր Glendale-ի խորհրդարանի համար, ոչ միայն ինձ, բայց 2 ուրիշ տեխնացուների կարող եք ընտրել։ Բայց անպայման քվեարկեք, որպեսզի ձեր ձայնը լսելի սարքեք։ Այս մասը եկեք նորից մեկնաբանենք, որովհետեւ ես էլ եմ ուզում հասկանալ մարդիկ իրենց տանը ծրարներով ստանալու են տեխնացուների անունները, հիմա ընտրելու են միայն Էվելինա Սարյանին, այսինքն մոտավորապես բավականին շատ է դեպ այս տարի տեխնացուների թիվը։ 3 նշում են կատարելու, 3 անուն են ընտրելու, թե նշվածներից միայն մեկին ում որ ուզում են տեսնել։ Անպայման 3 հոգի կարող եք ընտրեք, որովհետև կարող է մեկ մարդ ունեք հավաքում, մյուս մարդ ունեք հավանում, բայց 3 տեխնացու ունեք, որ կարող եք ընտրեք։ Հիմա ինչ է կատարվում, Էլեն Ասադրյան, Դեն Բրոդմեն եւ Արեն Աջարյանը դուրս են գալիս եւ Էլեն Ասադրյանը եւ Դեն Բրոդմենը վերընտրվելու կանդիդատներ են, ոնց որ տեխնացուներ են, որ նորից փորձում են վերընտրվել։ Նրանք կարող են չընտրվեն, կարող են ընտրվեն, մենք չգիտենք, բայց դա ձեզանից է կախված, ինչպես ձայներ կտակ։ Միաժամանակ ունեք 12, անգամ 14, 15, չգիտեմ, ինչքանը կտևի մինչև այդ կետին հասնենք, այդ մարդիկ ինչքան կդիմանան, այդ տեխնացուները ունեք, որ կարող եք ընտրել եւ դրա համար շատ լավ կլինի, որ հետաքրքրվեք եւ իմանաք ում ձայն տակ, բայց անպայման փորձեք տակ։ Մայիսի 4-ից դուք կստանաք ձեր տանը այդ թղթիկները եւ եթե չեք կարող, փորձեք ձեր ընկերներին, բարեկամներին օգնություն կանչել եւ ասել ինչպես կարող են քվեարկել։ Անպայման փորձեք այդ քվեաթերթիկը չգցել, չթողնել թղթերի արանքում, այլ օգտագործեք մեր հայազգի համար։ Ձեր սուրը, ձեր ձայնն է։ Շատ կարևոր կետ եք նշում, իրականում ես ուզում եմ հենց այսպես էլ ավարտել, որովհետև Armenian Sinele-ի գլխավոր գաղափարը նաև մեր հայրենակիցների Միացյալ Նահանգներում ցույց տալն է հաջողակ պատմություններ, հաջողակ մարդկանց օրինակներ, որպեսզի կարողանան իրենց ձայնը լսելի դարձնել, իրենք ինքնուրույն դառնան այդ հաջողակ պատմությունների շարունակողը եւ քաղաքական կյանքին մասնակցելը նաև հենց այդ միջոցներից ու գործիքներից մեկն է, որ ձեր անուն ազգանունը, ձեր Միացյալ Նահանգների քաղաքացի լինելը հաստատեք։ Եթե չքվեարկենք եւ չմասնակցենք, քաղաքական ուժ չենք ներկայացնելու եւ դա շատ վնաս է տալիս ոչ միայն մեզ, բայց մեր հայրենակիցներին Հայաստանում։ Դրա համար անպայման կուզեմ, որ ձեր ձայնը օգտագործեք եւ չմտածեք, որ դա բան չի նշանակում։ Այս մեծ սովետական միությունից եկած մարդկանց մոտ է շատ այդ բնավորության գիծը մնացած, որովհետեւ ինչպես Ստալինն էր ասում, կապ չունի ով է քվեարկում, կապ ունի ով է վերջում հաշվում։ Հիմա փոխվել է, սա դեմոկրատիա է եւ շատ կապ ունի ով է քվեարկում, որովհետեւ այդ քվեարկությունը արժեք ունի եւ քաշ ունի։ Անպայման քվեարկեք։ Շնորհակալություն Էվելինա, հաջողություն եմ մաղթում, սամ ու վստահ եմ էլի կստեղծվի նմանատիպ առիթ հարցազրույցի չքննարկված արդեն հարցերի համար, հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն եւ ձեզ ամենայն հաջողություններն եմ մաղթում այս գեղեցիկ տաղավարում եւ շնորհակալություն, որ ինձ այսօր հրավիրեցիք։ Սիրով։ Սիրելի հեռուստադիտողներ, շարունակեք հետևել մեր սոցիալական հարթակներին, Armenian Sinele-ի նախագիծը ընդհարցակվում է ֆորմատով, աշխարհագրությամբ ու հնարավոր բովանդակությամբ։ Լավ եղեք, կհանդիպենք։